Եկեք փաթաթենք օղակավոր սլինգը։ Ընդհանրապես տարածված կարծիքի հակառակ օղակավոր սլինգը կարելի է օգտագործել հենց ծննդյան օրվանից։ Այն անփոխարինելի է նաև արդեն ակտիվ սողացող կամ նույնիսկ քայլող փոքրիկի համար, երբ պետք է արագ վերցնել։ Այն ունի իր սահմանափակումները, մասնավորապես օղակավոր սլինգը չի կարելի կրել վերնահագուստի տակ, բայց ամռանը ավելի օդափոխվող կրիչ և փաթաթուն դժվար թե գտնես։ Օղակավոր սլինգի ամբողջ բարդությունը նրանում է, որ գործվածքը լավ սահի օղակների միջով ձգելու ժամանակ։ Հենց դրա համար էլ մենք նախապես դասավորեցինք գործվածքը օղակների մեջ։ Նաև ուշադրություն դարձրու, որ ձգելու շարժումները ես անում եմ կարծես շրջանաձև։ Եվ դու կզարմանաս, բայց վատ կձգվի այն սլինգը, որը լվացվել է փոշիով, ոչ թե գելային միջոցով։ Ահա այսպիսի փաթաթում պետք է ստացվի մեզ մոտ։ Հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչպես անել փոքրիկին դրա միջից։ Մենք բռնում ենք օղակից և ձգում վերև։ Գործվածքը պետք է ինքն իրեն սահի օղակների միջով։